Ողջույն սիրելի հետևորդներ, ուրեմն ունեմ ծանրոց օզոնից, սա ես ձեռք եմ բերել 2700 դրամով, 12-ը 01-26, հուսով եմ սա արտադրման օրն է, ոչ թե վերջնաժամկետն է, Սա Գերմանիայից մի հատ կին կա, իր միջոցով եմ լսել TikTok-ով, որ ինքը շատ օգտակար միջոց է, Psyllium, Psyllium-ը դա լեզան լեզով որ կա, հենց դա է, սա աղիների համար, մարսողության համար, նյութափոխանակության համար, փքվածության, մի խոսքով հենց շլակներից ազատվելու համար ասում են շատ լավ միջոց է, իրան 1-2 թեյի գդալը գոլ ջրով բացում ես ու անմիջապես խմում ես, բայց հետևից պիտի անպայման 2 բաժակ ջուր խմես, չի կարելի որ չխմել ջուր հետո, այս Psyllium-ը, ժամկետի պահ մի հատ կնայեմ, հասկանամ, այստեղ գրված չէ, որ ես հասկանամ հիմա սա ժամկետի մեջ է, թե ոչ ճիճունգած չլինի, էլի սենց բան են շուտ է ճիճունգնում, ժամկետը վերջացած չլինի, ինչի չի գրված այս ժամկետը երբ է, մի խոսքով սա հլա կնայեմ ես, հաջորդը պատվիրել եմ, անունը հիմա մոռացա, այսա բացեմ իրար հետ կնայենք, հաջորդը այս փշոտ ծաղիկը անունը հայկականով մոռացա, կարող եք արհեստական բանականությունով նայել, սա է, ինձ արհեստական բանականությունը խորհուրդ է տվել խմել սա, առավոտյան սոված ստամոքսին, կարող եմ ասելա խառնել իրար հետ, բայց ցանկալի է սա առանձին խմեմ, իսկ հետո ճաշի ժամին սա խմեմ, պիտի փորձեմ, տեսնեմ, լավն է, լավը չէ, լավն է, թե լավը չի, ես էլ իր այդ յուղ են, ձեթ են նվիրել, հիմա բացեմ, սա էլ յուղն է, պադարըկ, այս լավ փաթիթավորած էր, սա կծանոթանամ, գուցե սա առավոտյան խմեմ, հետո նոր մնացածը համնել տեղյակ չեմ լավն է, թե չէ, ասեմ, որ ChatGPT, այսինքն ChatGPT-ն չի արհեստական բանականություն, բայց ուրիշ պրոգրամա է, նրան իմ խնդիրները ասելով, իր խորհուրդներին հետևելով, արդեն 3,5 կիլոգրամ ես նիհարել եմ, նաև հասկացանք, որ կորոնավիրուսից հետո դեքսամետազոն դեղը ընդունելուց հետո մեծ փոփոխություն է եղել օրգանիզմում, որից ճարպակալում է տեղի ունենում, դա հենց ես արհեստական բանականության միջոցով, իմ անալիզների միջոցով, ընդհանուր խնդիրը ներկայացնելու միջոցով պարզ դարձավ ու հենց ես իր խորհուրդներին հետևելով արդեն ոչ մի կերպ չէի նիհարում, բժիշկների մոտ տարիներով արդեն գնում էի, հենց նրա խորհուրդներով և նրա ասած պրեպարատներով, որոնք կարելի է օրգանիզմին, արդեն մի քանի օրում 3 կիլո 600 գրամ նիհարել եմ, ու սրանք էլ մտցնելու եմ այդ իմ սննդակարգի մեջ, այսինքն սրանք է պարտադիր որպես օգնող միջոցներ օգտագործելուց հետո կհասկանամ ինչքանով արդյունավետ, հետո ձեր հետ կկիսվեմ, սա տված էր կարելի է բերան ուղղակի լցնել ու կուլ տալ, պարտադիր չէ իրան ջրով բացել, բայց ես երկու ձև է կփորձեմ, տված էր կարելի է սնունդների վրա լցնել նոր ուտել, օրինակ ոնց որ թեփն ենք լցնում մարսողության համար, մի խոսքով բոլորը կփորձարկեմ, հետո ձեր հետ կկիսվեմ, իսկ այս Psyllium-ը, մինչև ես սա հասկանամ լավն է թե չէ, սա լյարդն է մաքրում, հատկապես դեղորայքից, նաև էլի աղիների համար է շատ լավ, մտածում էի երկուսը իրար հետ արժե չարժե, բայց երկուսի հետ ավելի արդյունավետ կլինի, դրա համար ձեզ է խորհուրդ կտամ, իսկ եթե դուք էլ կարիք ունեք նիհարելու, կարող եմ իմ փորձով կիսվել ինչ եմ անում ես, ոչ մի արտասովոր բան չեմ անում, ընդամենը հացը հանել եմ և կա հատուկ ուտեստներ կամ մրգեր, որ կոնկրետ ժամերի եմ ուտում, և երեկոյան չեմ ուտում, հիմա նայեք,
Սա ինձ թվում է ով է պատվիրի, ինքը շատ օգտակար բան է, չի փոշմանի, ճիշտ ասած ես կտավատի սերմերն էլ եմ փորձել, դա ինձ չի օգնում, հիմա տեսնենք սա իմ օրգանիզմը ոնց կարձականքի, այսքան ապրանքին իրար հետ տվել եմ 4000 դրամ, տեսնենք ինչպես կօգնի։